ԱՄՆ-ում կարմրուկի բռնկումը հասել է աննախադեպ մակարդակի, դառնալով ամենալուրջը վերջին 30 տարվա ընթացքում։ Եվ այսպես, հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը հրապարակել է մի թիվ, ըստ որի 2025 թվականի մայիսի 1-ի դրությամբ հաստատվել է 935 դեպք 30 նահանգներում։ Վիրուսի տարածման գլխավոր օջախները Տեխասի և Նյու Մեքսիկոյի սահմանամերձ շրջաններն են, որտեղ արդեն գրանցվել է 750 փոխկապակցված դեպք։ Փորձագետները զգուշացնում են, եթե տարածման այս տեմպը շարունակվի, երկրում կարող է սկսվել համաճարակ։ Մասնագետները կոչ են անում անհապաղ պատվաստվել կանխելու վիրուսի հետագա տարածումը։ Կարմրուկը չափազանց վարակիչ հիվանդություն է, որը կարող է հանգեցնել լուրջ հետևանքների։ Դեռևս միակ կանխարգելումը պատվաստումն է։ Իսկ մյուս թեմաների մասին անոնսից հետո։ Թրամփը պատրաստ է շրջանցել սահմանադրությունը միգրանտներին արագ արտաքսելու համար։ 450 անչափահաս միգրանտների կարգավիճակը վերանայվում է։ Թրամփի վարչակազմը սկսել է լայնածավալ ստուգումներ։ Լոս Անջելեսում փակվում են աշխատատեղեր, կրճատվում են աշխատավարձեր։ Սպիտակ տունը Թրամփին ներկայացրել է նոր կերպարով, այսպես փորձում է ներկայացնել իր խոսքը օգտագործելով ֆիլմի լեզուն և խորհրդանիշը։ Վաշինգտոնը այլևս չի ղեկավարի բանակցությունները Ուկրաինայի հարցում։ Թրամփը կոչ է անում Պուտինին ու Զելենսկուն անձամբ բանակցել։ ԱՄՆ նախատեսում է ռեկորդային ռազմական բյուջե, բայց դրա դիմաց կրճատվելու են կրթության ու գիտության ծախսերը։ ԱՄՆ-ում գործազրկության մակարդակը նահանգ առ նահանգ տատանվում է, ինչ վիճակում է ԱՄՆ-ի աշխատաշուկան ըստ վիճակագրության։ ԱՄՆ-ի տարածքի մոտ հրաբուխը ցանկացած պահի կարող է ժայթքել, գիտնականները զգուշացնում են, որ սա կարող է փոխել օվկիանոսի կյանքը։ Երբ և ինչ սպասել, այս մասին ավելի մանրամասն կիմանաք թողարկման վերջում, այնպես որ թողարկումը դիտեք մինչև վերջ։ Բարև ձեզ, դուք դիտում եք Glendale Newsroom-ի հերթական թողարկումը, ես Լենա Կարապետյանն եմ, ու մեր թիմի հետ ձեզ եմ ներկայացնում Ամերիկայում կատարվող քաղաքական ու հասարակական կարևոր նորությունները։ Կոմենտներում գրեք, որտեղից եք հետևում մեզ։ Թրամփը հայտարարել է, որ զանգվածային արտաքսումներ իրականացնելու համար հնարավոր է շրջանցի սահմանադրությունը։ Նա ասել է, մեջբերեմ, հնարավոր չէ դատավարություն կազմակերպել միլիոնավոր մարդկանց համար, հատկապես եթե խոսքը վերաբերում է վտանգավոր ներգաղթյալ խմբերին։ Մեջբերման ավարտը։ Թրամփը նշել է, որ դատարաններն են խանգարում իր վարչակազմին իրականացնել խոստացված արտաքսումները։ Իրավապաշտպանները այս մոտեցումը համարում են հակասահմանադրական և զգուշացնում են, որ այն լուրջ հարված է սահմանադրության հիմքերին և մարդու իրավունքներին։ Թրամփի վարչակազմը սկսել է լայնածավալ ստուգումներ իրականացնել, խոսքը 450,000 անչափահաս երեխաների մասին է, ովքեր նահանգներ էին եկել Բայդենի վարչակազմի օրոք։ Նշեմ նաև, որ պաշտոնյաներն ասում են, որ այս ամենի նպատակն է պարզել, թե ուր են նրանք, ինչպես են բնակվում ու ինչ վիճակում են առհասարակ գտնվում։ Բայց իրավապաշտպանները այն համոզմանն են, որ գործընթացը կարող է օգտագործվել արտաքսումներ իրականացնելու համար։ Շատ երեխաներ բարեկամների կամ ծանոթների մոտ են և հիմա այդ խնամակալների տվյալներն են ստուգում։ Իրավապաշտպանները զգուշացնում են, որ Թրամփի նախորդ պաշտոնավարման ժամանակ նման ստուգումները հաճախ ավարտվում էին արտաքսումներով, անգամ այն դեպքում, երբ երեխաներն արդեն սովորում էին դպրոցներում։ Արդարադատության նախարարությունն էլ իր հերթին է սկսել ստուգել միգրանտ երեխաների խնամակալության տրամադրման ամբողջ գործընթացը։ Նոր կառավարության վարած քաղաքականության պատճառով ԱՄՆ վիզաների ստացումը բավականին դժվար է։ Ոմանց համար մերժվելը բախտի գործոն է, բայց մեր գործընկերները բազմիցս են ապացուցել, որ լավ պատրաստված լինելու դեպքում բախտը երկրորդական է։ Smart Assist-ի թիմը արդեն օգնել է հարյուրավոր ուսանողների, բիզնեսմենների և պարզապես Հայաստանի քաղաքացիների ԱՄՆ վիզա ստանալու հարցում։ Թիմը օգնում է ճիշտ կողմնորոշվել վիզայի տեսակի ընտրության, ԱՄՆ-ից հրավերների ստացման, ամրագրումների և այլ հարցերում, անգամ մասնագետները նախապատրաստում են հարցազրույցի դեսպանատան ներկայացուցիչների հետ։ Նշեմ, որ առաջին խորհրդատվությունն անվճար է։ Պարզապես պետք է անցնել թողարկման տակ տեղադրված հղումով, որը կգտնեք մեկնաբանությունների բաժնում, և Smart Assist-ի թիմը կապ կհաստատի ձեզ հետ։
Լոս Անջելեսը հայտնվել է գրեթե $1 միլիարդ ճեղքվածքի առջև եւ այսպես քաղաքապետը հայտարարել է, որ ինքը կկրճատի իր եւ աշխատողների պարգևավճարները, ինչպես նաեւ նոր ներկայացված բյուջեի նախագծով նախատեսվում է կրճատել 1600 պաշտոն, հանել 1000 թափուր հաստիկներ։ Չնայած այս խիստ քայլերին, բյուջեն ընդհանուր առմամբ աճում է 8,2%-ով նախորդ տարվա համեմատ։ Քաղաքապետը նշել է, որ այս որոշումները վերջին տարբերակն են, սակայն անհրաժեշտ է ֆինանսական կոլապսից խուսափելու համար։ Նա ասել է, որ իր աշխատավարձը նույնպես կկրճատվի, որպես մի մաս բյուջետային ճեղքվածքի դեմ պայքարի քայլերից։ Քաղաքապետը արդեն մեկնել է Սակրամենտո, Կալիֆոռնիայի կառավարությունից $2 միլիարդ օգնություն խնդրելու համար։ Իրավապահները գնացել են մի տուն, որտեղ գտել են հարյուրավոր սատկած կատուների, նշեմ նաև, որ քաղաքացիներն են ահազանգել գարշահոտության պատճառով։ Տունը բնակեցված չի եղել, իսկ կենդանիների մարմինները թաքնված են եղել սառնարաներում ու տան տարբեր անկյուններում։ Տան վիճակը ծայրահեղ անբարեկարգ էր, իսկ ամոնիակի բարձր մակարդակն այնքան վտանգավոր էր, որ այն անմիջապես ճանաչվել է ոչ բնակելի։ Տեղում աշխատել է նաև կենդանիների պաշտպանության կազմակերպությունը, որը նախապես նախազգուշացրել էր արտահոսքի հնարավոր վտանգի մասին։ Դեռևս պարզ չէ, արդյոք որևէ մեկը եղել է տանը դեպքի պահին, ինչպես նաև պարզ չէ կենդանիների ճշգրիտ թիվը։ Քննությունը շարունակվում է եւ յուրաքանչյուր նոր բացահայտում ավելի մտահոգիչ է դարձնում այս դաժան պատմությունը։ Ամերիկյան Sam's Club խանութներում այլևս հարկ չկա հերթ կանգնել վճարում իրականացնելու համար։ Խանութ սրահը ամբողջությամբ անցում է կատարում թվային վճարման եղանակին։ Եվ այսպես ապրանքները սկանավորվում են հատուկ հավելվածի միջոցով, վճարվում եւ պարզապես դուրս է գալիս խանութից առանց ստուգման։ Սայլակները դուրս գալիս անցնում են արհեստական բանականությամբ հագեցած կամարների միջով, որոնք լուսանկարներով ստուգվում են, պարզելու արդյոք գնված ապրանքները համընկնում են վճարվածի հետ։ Որոշ կազմակերպություններ նշում են, որ այս համակարգը կարող է օգտագործվել ոչ միայն գնումները հեշտացնելու, այլ նաև հաճախորդների վարքագծին հետևելու եւ անհատական գովազդներ ուղարկելու համար։ Ընկերությունը դեռ չի պարզաբանել, թե ինչպես է պաշտպանելու գնորդի տվյալները։ Սիրելի հետևորդներ, մինչև թողարկման մյուս կարևոր նորությունների մասին խոսելը, եկեք տեսնենք, թե ինչ է հրապարակված մեր Facebook-յան էջում։ Կալիֆոռնիայում ապրող ծովառյուծը զարմացրել է գիտնականներին, 15-ամյա կենդանին կարողանում է շարժվել երաժշտության ռիթմով, նույնիսկ ավելի ճշգրիտ, քան մարդիկ։ Նոր փորձարկման պարզվել է, որ նա կատարելագործել է ունակությունը ճշգրիտ շարժվելով երաժշտության տարբեր արագությունների ժամանակ համապատասխան 112, 120, 128 զարկ րոպե տեմպով եւ նույնիսկ առավել ճշգրտությամբ, քան փորձին մասնակցած 10 ուսանողները։ Գիտնականները հիմա փորձում են հասկանալ, թե այս ռիթմի զգացողությունը հատուկ է միայն այս կենդանուն, թե այլ ծովառյուծներ նույնպես կարող են նման բան անել։ Apple-ը պատրաստվում է ներկայացնել իր ամենաբարակ սմարթֆոնը iPhone 17 Air մոդելը, որի հաստությունը կարող է լինել ընդամենը 5.5 մմ։ Սարքն առանձնանալու է հակառեֆլեկտորային ապակով, այսինքն էկրանը չի փայլի արևի կամ լույսի տակ։ Այն վաճառքում կարող է հայտնվել մոտավորապես $899 արժողությամբ, ինչը համարժեք է iPhone 16 Plus-ի գնին։ Նախատեսվում է, որ սարքի թողարկումը կլինի սեպտեմբերի 19-ին, իսկ նախնական պատվերները կսկսվեն սեպտեմբերի 12-ից։ Որոշվելուծաբաններ զգուշացնում են, որ չափազանց բարակ մոդելը կարող է սահմանափակել մարտկոցի ծավալը եւ առաջացնել տաքացման խնդիրներ։ Թրամփը նորից զարմացրել է իր կողմնակիցներին եւ քննադատներին, այս անգամ հայտնվելով աստղային պատերազմի ջեդայի կերպարով, ձեռքին լազերային սուսերով։ Թրամփի ուղերձը ուղղված էր նրա քաղաքական ընդդիմախոսներին, որոնց նա մեղադրում է վտանգավոր հանցագործություններին եւ թմրաբիզնեսների ներկայացուցիչներին ԱՄՆ վերադարձնելու փորձի մեջ։ Այս ուղերձը ներկայացված էր աստղային պատերազմներ ֆիլմաշարի ոճով, որտեղ Թրամփը պատկերված է որպես հերոս։ Այս ձևով նա օգտագործել է հայտնի ֆիլմի կերպարն ու լեզուն իր քաղաքական ուղերձը ավելի ազդեցիկ դարձնելու համար։ Սիրելի հետևորդներ, եթե ցանկանում եք հետևել օրվա կարևորագույն նորություններին, ապա անցեք թողարկման տակ տեղադրված հղումով ու հավանեք մեր Facebook-յան էջը, ինչպես նաև կարող եք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։ ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակը հայտարարել է, որ Ամերիկան փոխում է իր արտաքին քաղաքականության դիրքորոշումը ու այլևս միջնորդի կարգավիճակ չի ունենա հակամարտությունների դադարեցման փուլում։
ԱՄՆ-ն Ուկրաինայի հարցում կզբաղեցնի աջակցողի դիրք, սակայն բանակցային հիմնական պատասխանատվությունը թողնում է հենց Կիևի ու Մոսկվայի վրա։ Այսուհետև Թրամփի վարչակազմը առաջնահերթություն չի համարի ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցումը։ Մամուլի խոսնակը նշել է, որ Վաշինգտոնը մտադիր չէ հանել Մոսկվայի դեմ գործող պատժամիջոցները, սակայն նաև չի պատրաստվում հստացնել սահմանափակումները, չնայած շարունակվող հրթիռակոծումներին։ Այս պահին աշխարհում կան այլ վայրեր, որոնք ավելի շատ ուշադրություն են պահանջում, ասել է խոսնակը։ Այս հայտարարությունները հնչել են այն պահին, երբ Թրամփի հատուկ ներկայացուցիչը հանդիպել է Պուտինին։ Թրամփը իր հերթին կոչ է արել Պուտինին ու Զելենսկուն անձամբ հանդիպել։ Նախագահ Թրամփը հայտարարել է, որ ցանկություն չունի առաջադրվել նախագահի թեկնածու հաջորդ ընտրություններում, թեև այն ամենին, որ շուկայում արդեն հայտնվել են Թրամփ 28 գրությամբ գլխարկներ, բայց ինքը նման պլաններ չունի։ Թրամփը շեշտել է, որ իր նպատակը 4 հիանալի տարիներով նախագահական ժամկետն ավարտելն է եւ հետո իշխանությունը փոխանցել մեծ հանրապետական գործչի։ Չնայած Թրամփը անուն չի նշել, բայց ակնարկել է, որ այդ գործիչը կարող է լինել ներկայիս փոխնախագահը։ Նախագահը նշել է, որ J.D. Vance-ը ֆանտաստիկ աշխատանք է կատարել։ Քաղաքական մեկնաբանները այս հայտարարությունը ընկալում են որպես նախնական քայլ պատրաստելու հարթակ Vance-ի հնարավոր առաջադրման համար 2028-ի նախագահական ընտրություններում, ինչը կարող է ձևավորել հանրապետական կուսակցության ապագա ռազմավարությունը եւ ղեկավար կազմը։ Նախագահ Թրամփը ներկայացրել է պատմական մասշտաբային բյուջե, ըստ որին նախատեսվում է 2026 թվականին այն հասցնել մինչև 1.01 տրիլիոն դոլարի։ Ծրագիրը ներառում է հակաօդային պաշտպանության նոր համակարգերի ձեռքբերում, միջուկային զինանոցի արդիականացում, նավաշինության եւ զինվորականների աշխատավարձերի բարձրացում։ Սակայն այս աճը տեղի կունենա քաղաքացիական ծախսերի կրճատման հաշվին։ Ծրագիրը նախատեսում է 22.6% կրճատում կրթության, գիտության, բնապահպանության, արհեստական բանականության եւ ՆԱՍԱ-ի ֆինանսավորման մեջ։ Թրամփը դա ներկայացնում է որպես անվտանգությունը գերակա դարձնելու քայլ։ Միաժամանակ ՆԱՏՕ-ի նոր ղեկավարը առաջարկել է, որ անդամ երկրները բարձրացնեն ռազմական ծախսերը մինչև ՀՆԱ-ի 5%-ով, ամրապնդելով ընդհանուր պաշտպանություն ու անվտանգություն համակարգում։ Գյուղատնտեսության նախարարության 15,000 աշխատակից արդեն իսկ ընդունել է նախագահի այն առաջարկությունը, ըստ որի նրանք պետք է կամավոր լքեն իրենց աշխատանքը։ Այս ամենով հանդերձ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմը կրճատվում է 15%-ով։ Հրաժարականներ են ներկայացրել նաև կարևոր կառույցներից, սննդամթերքի անվտանգության վերահսկման ծառայությունից եւ ֆերմերի սպասարկման գործակալությունից։ Շուտով կհեռանան նաև բնական ռեսուրսների պահպանման ծառայությունից 2400 աշխատակից։ Այս զարգացումներին նախորդել էր տարվա սկզբի աղմկահարույց դեպքը, երբ նախարարությունը վաղաժամկետ ազատել էր 6000 աշխատակցի մինչև նրանց փորձաշրջանի ավարտը։ Դաշնային խորհուրդը միջամտել էր, որոշելով, որ այդ գործողությունները անօրինական են եղել եւ պարտադրել էր աշխատակիցներին վերադարձնել աշխատանքի։ Տեխասում ընդունվել է կրթական համակարգի վերափոխման հակասական օրինագիծ $1 միլիարդ բյուջեով։ Ըստ նոր նախագծի մասնավոր դպրոց հաճախող աշակերտները կստանան տարեկան $10,000, իսկ սահմանափակումներ ունեցող երեխաները մինչև $30,000 պետական աջակցություն։ Տեխասի նահանգապետը պնդում է, որ այս ծրագիրը ծնողներին ազատություն է տալիս ընտրելու, թե որտեղ եւ ինչպես կրթեն իրենց երեխաներին։ Ըստ նրան, եթե պետությունը ֆինանսավորում է պետական դպրոցում սովորողներին, ապա նույն կերպ պետք է աջակցի նաեւ մասնավոր կամ տնային ուսուցումը ընտրած ընտանիքներին։ Կողմնակիցները վստահ են, որ այս մեխանիզմը կստիպի դպրոցներին մրցունակ լինել, բարելավել կրթության որակը։ Քննադատները նշում են, որ նման միջոցառումները հիմնականում օգնում են այն ընտանիքներին, ովքեր արդեն իսկ ունակ են վճարելու մասնավոր կրթության համար։ 62 տարի անհետ կորած համարվող կինը վերջապես գտնվել է ողջ ու առողջ։ Վինսկոսի ոստիկանությունը հայտնում է, որ կինը, ով կորել էր 1962 թվականին 20 տարեկան հասակում, այսօր 82 տարեկան է ու ապրում է այլ նահանգում։ Կորելու փաստը առեղծվածային է։ Կինը ասել է, որ ցանկացել է փախչել ամուսնուց եւ ընտանեկան ծանր հարաբերություններից։ Նա կարողացել է այսքան տարի ապրել մեկ այլ անունով, թաքցնելով իր անցյալը եւ հեռու մնալով իրավապահներից։ Ոստիկանությունը չի պարզաբանում կինը ունեցել է կեղծ փաստաթղթեր, թե ապրել առանց գրանցման, ստվերային կյանքով, հասարակությունից աննկատ։ Այս տարվա սկզբին, երբ ոստիկանությունը նորից ուշադրություն է դարձրել չբացահայտված գործերին, անդրադարձել է նաեւ այս դեպքին։ Հետաքննության արդյունքում նրանք կարողացել են հայտնաբերել կնոջ ներկայիս բնակության վայրը։
քանի որ կնոջ անհետացումը դիտվել է որպես անձնական որոշում եւ ոչ թե հանցագործություն, նրան որևէ քրեական մեղադրանք չի ներկայացվել։ Լեդի Գագան սահմանել է պատմական ռեկորդ ավելի քան 21 միլիոն մարդ հավաքելով Բրազիլիայում անվճար համերգին։ Եվ այսպես սա դարձել է ոչ միայն ամերիկացի երգչուհու կարիերայի ամենամեծ ելույթը, այլ նաև երաժշտության պատմության մեջ երբևէ կայացած ամենամարդաշատ կանանց մենահամերգը, գերազանցելով Մադոննայի նախորդ ռեկորդին, որը կազմել էր 1,6 միլիոն մարդ 2024 թվականին։ Համերգը անցկացվել է Գագայի համաշխարհային շրջագայության ընթացքում եւ տևել է 2 ժամ։ Երգչուհին բեմ է բարձրացել տասնյակ կերպարներով ներկայացնելով թե իր հայտնի հիթերը, թե նոր երգեր։ Անվտանգությունն ապահովվել են 5000 ոստիկաններ եւ զինվորականներ։ Իրավապահները նաեւ կանխել են հնարավոր ահաբեկչությունը, ձերբակալելով 2 կասկածյալների, որոնք փորձել են համացանցով հավաքագրել անձանց պայթուցիկ սարքերով հարձակում կազմակերպելու համար։ Բաժնետոմսերը սկսել են աճել պատմական անկումից հետո։ Ապրիլի 9-ին նախագահ Թրամփը որոշակի մեղմացումներ կատարեց 90-օրյա ազատում տալով այն երկրներին, որոնք չեն պատժվել, դրանից հետո շուկայի գլխավոր ինդեքսը բարձրացավ 9,5%-ով, գրանցելով իր 17 տարվա լավագույն աճը։ Մինչև այդ շուկաներում իսկական փոթորիկ է սկսվել, բարձրացել են նաև պետական պարտատոմսերի տոկոսները, կառավարությանը ստիպելով ավելի թանկ պայմաններով գումար վարկավորել։ Թեպետ շուկան այժմ մասամբ վերականգնվել է, վստահությունը դեռ ամբողջությամբ չի վերադարձել։ Apple-ը, Tesla-ն եւ այլ խոշոր ընկերություններ դեռ պայքարում են կորուստների դեմ։ Ներդրողների մեծ մասը համոզված է, որ առաջիկայում գները նորից կարող են ընկնել։ Շատերը Ամերիկա են գալիս լավ կյանքի, բարձր աշխատավարձի ու ապահով զգալու համար, բայց անգամ նրանք չգիտեն, որ Ամերիկայում կան նահանգներ, որտեղ գործազրկությունը ահռելի մեծ ցուցանիշ է կազմում, կան նաև նահանգներ, որտեղ մարդիկ ամիսներով կամ անգամ տարիներով չեն կարողանում աշխատանք գտնել։ Այսօր ես եւ իմ թիմը ձեզ կներկայացնենք Ամերիկան թվերով։ Այսօրվա թեման ԱՄՆ-ում գործազրկության մակարդակն է։ Մեր թիմը ձեզ համար առանձնացրել է ԱՄՆ-ի հայաշատ 3 նահանգները, որպեսզի պարզ դառնա, որտեղ են աշխատելու հնարավորությունները ավելի բարձր եւ որտեղ է գործազրկությունը խնդիր դարձել։ Կալիֆոռնիայում, որը ԱՄՆ-ի ամենաբազմամարդ նահանգն է, 39.7 միլիոն բնակչությամբ գործազրկության մակարդակը գերազանցում է 5%-ը։ Սա նշանակում է, որ 2 միլիոն մարդ աշխատանք չունի։ Կալիֆոռնիայում նույնիսկ այն դեպքում, երբ տնտեսությունը մեծ ու զարգացած է, շատ տեխնոլոգիական ընկերություններ սկսել են կրճատել աշխատողներին։ Բացի այդ, այնտեղ ապրելը շատ թանկ է եւ այս երկու գործոններն էլ նպաստում են նրան, որ ավելի շատ մարդիկ են մնում առանց աշխատանքի։ Իսկ ահա Նյու Յորքում գործազրկության մակարդակը 4,3% է, այսինքն աշխատանք չունի 855,700 մարդ։ Նյու Յորք քաղաքում գործազրկությունը ավելի բարձր է 5,1%-ով, քանի որ շատ մարդիկ այնտեղ աշխատում են սրճարաններում, հյուրանոցներում կամ այլ ծառայությունների ոլորտում, եւ այդ աշխատանքները շատ հաճախ ժամանակավոր են։ Սա նշանակում է, որ յուրաքանչյուր 100 աշխատունակ մարդուց 5-ը աշխատանք չունի։ Ֆլորիդայում, որտեղ բնակվում է 23.8 միլիոն մարդ, գործազրկության մակարդակը կազմել է 3,2%, այստեղ 760,000 մարդ աշխատանք չունի։ Նահանգի տնտեսությունը, որը հիմնված է զբոսաշրջության եւ ծառայությունների ոլորտների վրա, օգնում է պահպանել ցածր գործազրկության մակարդակը։ Սիրելի հետևորդներ, այս թվերն ու տվյալները հստակ ցույց են տալիս, որ Ամերիկայում ամեն ինչ միանշանակ չէ, կախված է նահանգից եւ այնտեղից, թե որտեղ եք ապրում։ Սա հատկապես կարեւոր է այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են տեղափոխվել Ամերիկա ապրելու եւ աշխատելու համար։ ԱՄՆ տարածքին մոտ գտնվող ամենաակտիվ ստորջրյա հրաբուխը ամեն րոպե կարող է ժայթքել։ Խոսքը Օրեգոն նահանգի Խաղաղօվկիանոսի հատակի ստորջրյա հրաբուխն է։ Եկեք նայենք փաստերով, երբ եւ ինչպես։ Սա ԱՄՆ-ի տարածքին մոտ գտնվող ամենաակտիվ ստորջրյա հրաբուխն է, որը գիտնականների գնահատմամբ կարող է ժայթքել մոտ օրերս։ Այս հրաբուխը վերջին անգամ ժայթքել է 2015 թվականին, ծածկելով Խաղաղօվկիանոսի հատակը 1,6 կիլոմետր երկարությամբ լավայով եւ զգալիորեն փոխելով օվկիանոսի հատակը։ Հրաբխի մակերեսը արդեն բարձրացել ու հասել է այն նույն աստիճանի, ինչ նախորդ 3 ժայթքումների ժամանակ էր։ Հարց է առաջանում, ինչպես այս ամենը կանդրադառնա Խաղաղօվկիանոսի վրա։ Նախ նշեմ այն, որ ժայթքման ձայնային ալիքը կցնցի ստորջրյա միջավայրը, որն իր ազդեցությունը կունենա ամբողջ տարածաշրջանի վրա։
Հրաբխի ժայթքման դեպքում հնարավոր է ծովային տատանումներ լինեն, թեև ցնցումների վտանգը այս դեպքում քիչ է, բայց գիտնականները շարունակում են հետևել, քանի որ ուժեղ ստորջրյա պայթյունները երբեմն կարող են հասնել ջրի մակերես եւ առաջացնել անսպասելի ալիքներ, որոնց հետևանքները դժվար է պատկերացնելը։ Թեև օվկիանոսի ներսում հրաբուխը ամբողջությամբ կոչնչացնի օվկիանոսի հատակին ապրող խեցգետիներին եւ այլ ծովային կենդանիներին։ Ժայթքման ուժեղ ալիքները կարող են խանգարել ստորջրյա կենդանիների շարժին, ինչպես նաև շրջակա միջավայրը կփոխվի այնպես, որ օվկիանոսի բնակիչները դժվարությամբ կկարողանան հարմարվել նոր կյանքին։ Ամեն դեպքում մի քանի ամիս անց այստեղ նոր կյանք կծնվի, նույնիսկ ծովի խորքում բնությունը կարող է վերակենդանանալ։ Այս հրաբուխը հետաքրքիր է նրանով, որ կարող է ոչ միայն փչացնել օվկիանոսի բնական վիճակը, այլ նաև ստեղծել նոր կյանքի համար պայմաններ։ Երբ հրաբուխը ժայթքում է, երբեմն բացվում են նոր տաք ջրային աղբյուրներ, որոնք դառնում են սնունդ խոր ջրերում ապրող կենդանիների համար։ Գիտնականները այս տարածքը կոչում են խորքային օազիս, որովհետև նույնիսկ մթության եւ մեծ ճնշման պայմաններում այստեղ կյանքը շարունակվում է։ Սիրելի հետևորդներ, շնորհակալ ենք թողարկումը մինչև վերջ դիտելու համար։ Մենք բարձր ենք գնահատում ձեր ակտիվությունը, սիրով կարդում ենք բոլորիդ նամակներն ու մեկնաբանությունները։ Եթե ցանկանում եք առաջինը դիտել մեր թողարկումները, ապա բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին, սեղմելով subscribe կոճակը։ Այս ժամի համար այսքանը, կհանդիպենք վաղը։ Շնորհակալություն։